Սիրելի հետևորդներ, հենց այս պահից սկսվում է վերջին զանգ սերիալի ամենածանր, ամենապայթյունավտանգ շրջանը։ Այն ինչից բոլորը վախենում էին, այն ինչից փախչում էին, տեղի ունեցավ։ Սոսը կրկին հայտնվում է Աննայի աշխատանքի վայրում եւ առանց որևէ նախաբանի, առանց թեթևեթանքի կամ շրջանցիկ խոսքերի ասում է ամեն ինչ։ Բացահայտում է ողջ ճշմարտությունը, որ 25 տարի առաջ իրեն ծեծի է ենթարկել հենց Միքոն, որ նրան շպրտել է ձորը, համոզված թե մահացած է։ Աննան շոկի մեջ է, սակայն միայն այդքանը չէ։ Նա եւս որոշում է բաց թողնել իր հոգու ծանրությունն ու խոստովանում է Սոսին, որ 25 տարի առաջ հղի էր նրանից։ Սոսը քարանում է, սկզբում չհավատալով, բայց երբ Աննան ասում է, որ այդ մասին բոլորն են իմացել, Անետը, Բագրատը, Լիլիթը, եւ ոչ ոք իրեն այդ մասին չի հայտնել, Սոսի դեմքը փոխվում է։ Բայց մի բան հաստատ է, Սոսի վրեժխնդրության պլանը մնում է անփոփոխ։ Աննան խնդրում է նրան հեռանալ, չդիմանալով այն ծավալվող մղձավանջին, որի մեջ ապրում է այս պահին։ Նրա շուրջը մեկ վայրկյանում ամեն ինչ փլուզվում է։ Նա դուրս է գալիս փողոց, քայլում է մենակ, բարձրաձայն խոսելով իր հետ, թե ինչպես է ապրել 25 տարի դահիճի մարդասպան մարդու հետ։ Իսկ այդ ընթացքում կարծես սիրտը կանխազգալով Միքոն գալիս է Աննայի աշխատանքի վայր, բայց արդեն ուշ է, Աննան հեռացել է։ Միքոն զանգում է Սոսին, ով հեգնանքով պատասխանում է, որ հենց նոր էր Աննայի մոտ եւ պատմել է ամեն ինչ։ Միքոն շոկի մեջ է, վախեցած, շփոթված ու իրար խառնված։ Գիտակցում է, որ այս անգամ ամեն ինչ վերջնական է, Աննան չի ների։ Աննան այլևս իրենը չէ։ Սոսը վերադառնում է Բագրատի տուն, դեմ առ դեմ կանգնելու բոլոր նրանց առաջ, ովքեր տարիներ շարունակ իրեն խաբել են։ Բագրատին, Անետին ու Լիլիթին անվանում է ստախոսներ։ Ասում է, որ իր կյանքի ամենամեծ ողբերգությունը միայն Միքոյի հանցանքը չէր, այլև այն, որ մնացածը լուռ մասնակցել են դրան։ Եվ հիմա, երբ Սոսը նայում է նրանց աչքերի մեջ, բոլորը լռում են, միայն լռություն։ Այս ամենից հետո եւ Սոսի եւ Աննայի մոտ առաջանում են ամենասարսափելի կասկածները։ Եթե Միքոն ընդունակ էր սպանել Սոսին, արդյոք նա կարող էր հանդուրժել նրա երեխայի ներկայությունը իր տանը։ Ահա այս մտքերն են առաջիկա սերիաներում տանջելու թե Աննային, թե Սոսին, եւ Սոսը հաստատ կհասնի ճշմարտությանը։ Սիրելիներ, սյուժեն թեժանում է։ Եթե կարծում էինք, որ սերն ու վրեժը միմյանցից անջատ գոյություն ունեն, ապա այս սերիալը ապացուցում է հակառակը։ Բոլոր հարցերի պատասխանները դեռ առջևում են։ Ձեր կարծիքով, ինչպես կվարվի Միքոն, երբ հասկանա, որ Աննան արդեն ամեն ինչ գիտի ու չի պատրաստվում այլևս ապրել նրա հետ։ Գրեք մեկնաբանություն եւ հետևեք մեզ, սեղմեք հետևել կոճակը եւ հիշեք, միայն մենք ենք ներկայացնում վերջին զանգ սերիալի զարգացումները ամենաարագ եւ բացառիկ ձևով։ Եկել ենք նկարահանման։ Չէ՞ ջացրով։ Իհարկե։ Վաղուց չկա ինքը։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ Համարը թե մոռացան մեզ։ Չէ, որ մոռանա։ Մեզ մոռանալ չի լինի ջացրով։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո, ու միշտ լինելու։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենջին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դե չեն կարող միասին լինել։ Յանան ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց մի խոսքով դες շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Նկարահանման ենք ընկերներ։ Չեչենեկա կարող զանգալ մեզ պատասխան։ Գաս մեզ։ Քիչ էի կոմել, բայց կա։ Ինչ։ Ոնց ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Թարմա բայց։
Հա, թարմա։ Ոնց вообще Կապ-կապ ունեք, երեխեք։ Վերջին զանգ հերոստասիալին չէի սպասում։ Համեցեք։ Որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կադրով չի երևում։ Դա սկսած սցենարներս է։ Ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեմ, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն էինք նետել, հիշում եք։ Բայց ստեղ է, ամեն անգամ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուսի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք եւս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել, լոգարանն է։ Պահարանում ինչ ունես։ Պահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասա բացում եմ ինչ-որ բան եմ անում, իմ վարից ոչ մի բան։ Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրուն հատվածում ենք, ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Բացիլը, բացի ասում եմ, ասում են դու ես հորես գլուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին, Կաննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետքա ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տպում։ Եկել ենք նկարահանման։ Չէ, ձերցրով։ Իհարկե։ Վաղուց չկայինք։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ համարը թե մոռացան մեզ։ Չէ, չէ, որ մոռանա։ Մեզ Մեզ մոռանալ չի լինի, ձերցրով։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Ումիշ լինելու։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենջին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դեռ չեն կարող միասին լինել։ Յանան ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց մի խոսքով դες շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Նկարահանման ենք ընկերներ։ Չէ դեկա կարող զանգալ ես պատասխան։ Գաս մեզ։